Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Թուրքիա-Իրան հարաբերություններն ակտիվանում են։ Մեր նախորդ հանդիպան ժամանակ մենք նշել էինք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանն էր ժամանել Թեհրան եւ հանդիպումներ ունեցել իր գործընկերոջ հետ եւ քննարկվել էր բնականաբար առաջին հերթին սիրիական հարցը։ Եվ ահա պարզվում է, որ Հական Ֆիդանից հետո պատրաստվում է Թեհրան այցելել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Վերջին շրջանում Իրան-Թուրքիա հարաբերությունները ակտիվանում են, համենայն դեպս այդ ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվում։ Եվ երկու խնդիր կա երկու պետությունների առաջ դրած։ Առաջինը, ինչպես արդեն ասացինք, Սիրիան է, եւ պետք է իրենք հասկանան, թե ոնց են համագործակցում եւ որ ուղղություններով են համագործակցելու Սիրիայում, եւ երկրորդ ուղղությունը ըստ էության Իրաքն է։ Իրաքում այսօր բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում եւ նաեւ շատ վտանգավոր։ Եվ Իրաքը ինչ որ պահի կարող է դառնալ թեժ օջախ Իրանի սահմանների մոտ։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը։ Նախ, Իրաքի կառավարությունը որոշում է կայացրել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել Հեզբոլլահին եւ Եմենի հուսիտներին։ Սա արդեն առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը։ Սրան անմիջապես արձագանքել է Իրաքի կառավարության ղեկավարը, դատապարտելով այս ամենը եւ ցույց տալով, թե իրենք տեղյակ չեն, թե որ կառույցներն են որոշում կայացրել հուսիտներին եւ Հեզբոլլահին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Իրանում արդեն ցույց են տալիս, որ իրենք չեն վստահում Իրաքի ղեկավարի այս հայտարարությանը եւ կարծում են, որ նա էլ հենց կազմակերպիչն է։ Այս հայտարարությունից առաջ էր, երբ Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատարը Իրաքում հանդիպել էր նույն Իրաքի վարչապետին եւ փոխանցել Տրամպի առաջարկը առ այն, որ Իրաքում որոշակի փոփոխություններ պետք է մտցվեն եւ ակնարկել էր, որ Իրաքը պետք է դուրս գա դիմադրության առանցքից։ Բացի այդ, տևական ժամանակ է շարունակում են ճնշումները Իրաքի կառավարության վրա շիա աշխարհազորայիններին զինաթափելու հետ կապված։ Չկարողանալով այդ ամենն անել, Իրաքի կառավարությունը որոշել է ամեն դեպքում անպատասխան չթողել Տրամպի առաջարկը եւ Եմենի հուսիտներին եւ Հեզբոլլահին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ։ Դրան գումարած հյուսիսային Իրաքում են, Իրաքյան Քուրդիստանում են տեղի ունենում բավականին հետաքրքիր իրադարձություններ։ Մենք խոսել էինք այդ մասին մեր նախորդ հանդիպման ժամանակ եւ պարզվում է, որ սա նաեւ Թուրքիային է անհանգստացնում եւ այստեղ Թուրքիայի եւ Իրանի շահերն են համընկնում։ Իրանի հետ կապված արդեն ասել էինք, թե ինչու, բայց նաեւ Թուրքիայի հետ կապված անհանգստությունը կայանում է նրանում, որ առաջինը Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը Իրաքյան Քուրդիստանում, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային նաև նավթի մատակարարման հուսալի աղբյուր է հանդիսանում, եւ երկրորդը, եթե Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը հյուսիսային Իրաքում, ապա հյուսիսային Իրաքի Փեշմերգան եւ մյուս խմբավորումները քրդական կարող են օգտագործվել նույն Իսրայելի կողմից Թուրքիայում իրավիճակը ապակայունացնելու համար։ Նույն խմբավորումները կարող են օգտագործվել նաեւ Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այնպես որ այս հարցում Իրանը եւ Թուրքիան բնական դաշնակիցներ են եւ հետեւաբար Թեհրան կատարվելիք ապագայում կատարվելիք այցը Էրդողանի կողմից ամբողջությամբ տրամաբանական է եւ ըստ էության ելնում է երկու պետությունների ազգային պետական շահերից։ Բայց կարծում ենք նաեւ, որ Թուրքիայի եւ Իրանի միջև համագործակցությունը եւ զարգացումը դրականորեն կանդրադառնա նաեւ մեր տարածաշրջանի վրա, զարգ տալով 3 գումարած 3 ձևաչափին, որը կարծում ենք շատ ավելի ընդունելի ձևաչափ է նաև Հայաստանի համար, քան տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների միջամտությունը նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե Էրդողանի այցը ինչ է տալու եւ ինչ նոր զարգացումներ են մեզ սպասվում Մերձավոր Արևելքում եւ նաև մեր տարածաշրջանում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված եւ Եվրոպական միության ներսում տիրող իրավիճակի հետ։ Բելգիայի կառավարությունը որոշել է չթույլատրել ռուսական ակտիվների օգտագործումը, ռուսական սառեցված ակտիվների օգտագործումը Եվրոպական միության կողմից Ուկրաինային զինելու հետ կապված։ Նրանք հայտարարել են, որ անթույլատրելի է եւ դա խախտում է միջազգային իրավունքը, հիշատակելով այն հանգամանքը, որ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շվեյցարական բանկերում պահվող Ադոլֆ Հիտլերի անձնական միջոցները եւ Գերմանիայի դրամական միջոցները ոչ թե խլվել էին նրանից, այլ ուղղակի սառեցվել էին ինչ որ ժամանակով եւ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդ միջոցները հետ վերադարձվեցին։ Եվ ահա Բելգիայի կառավարության ղեկավարն էլ է ակնարկում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև այդ ակտիվները անպայման պետք է հետ վերադարձվեն իրենց օրինական տիրոջը Ռուսաստանի Դաշնությանը։ Սա Եվրոպական միության ղեկավար կազմում
փոթորիկ է առաջացրել, ինչպես ասում են, 1 գավաթ ջրում, քանզի նրանք հույս ունեին այդ ակտիվներն օգտագործել Ուկրաինային զինելու համար։ Քանզի արդեն Տրամպը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները որևէ աջակցություն եւ որևէ մասնակցություն չի ունենալու ուկրաինական պատերազմում, առավելագույնը, որ Միացյալ Նահանգները կարող է անել, դա զենք վաճառելն է, իսկ զենք վաճառելը եւ զենք գնելը Եվրոպական միության համար պետք է դրսևորվի մեկ միջոցով՝ ֆինանսական միջոցներով։ Իսկ որտեղից գտնել ֆինանսական միջոցներ առանց այն ծանր վիճակում գտնվող եվրոպական տնտեսության համար բավականին բարդ է լինելու։ Հետևաբար միակ հույսը մնացել էր ռուսական սառեցված ակտիվները եւ Եմեն հույս ուներ այս հարցում ստանալ նաեւ Տրամպի աջակցությունը, բայց վերջին իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ Տրամպը չի տվել համաձայնություն։ Հետևաբար նաեւ Բելգիայի կառավարությունն էլ այս ամենը օգտագործում է, հրաժարվելով տրամադրել եւ թույլատրել ռուսական ակտիվների օգտագործումը։ Ռուսական ակտիվների ստացված տոկոսների ինչ որ հատված ամեն դեպքում Բելգիայի կառավարությունը ստանում է իբրև պահպանման ծախս։ Հետևաբար նա եւս շահագրգռված է, որպեսզի այդ միջոցները մնան Բելգիայում, այլ ոչ թե տրամադրվեն Եվրոպական միությանը, դրանով միաժամանակ վատացնելով նաեւ առանց այն ծանր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչևէ, բավականին խառը իրավիճակ է ստեղծվում, բայց այն, որ ուկրաինական ճակատում օր-օրի իրավիճակը գնալով ավելի է վատանում եւ եվրոպական պետությունների ղեկավարները արդեն կանգնած են լուրջ խնդիրների առաջ, դա նույնպես ակնհայտ է։ Առջևում ձմեռ է եւ այս ամենը բավականին ծանր է լինելու նաեւ եվրոպացի սովորական սպառողի եւ քաղաքացու համար եւ Եվրոպական միության ղեկավարները նաեւ այս ուղղությամբ են ստիպված լինելու կենտրոնացնել իրենց ջանքերը, ինչ որ առումով նաեւ ուշադրությունը շեղելով Ուկրաինայից։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե ռուսական ակտիվների հետ կապված իրավիճակը ինչպիսի զարգացում է ստանում Եվրոպական միության ներսում։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Չինաստան-Թայվան հարաբերությունների հետ է կապված։ Չինաստանը շուրջ 100 ռազմանավ է կենտրոնացնում Թայվանի ափերի մոտ։ Արդեն միջազգային լրատվամիջոցները խոսում են այն մասին, որ Չինաստանը կարող է նաև զենքի ուժով փորձել գրավել Թայվանը։ Համենայն դեպս Reuters-ն է նման որակումներ տալիս եւ հոդվածներ հրապարակում։ Այն, որ ուկրաինական սցենարը կամ ինչպես ասում են, ուկրաինական խնդիրների տեղափոխումը Թայվան կարող է լինել, դրա մասին բոլորն էին ասում։ Ուկրաինական սինդրոմը կարող է տեղակայվել նաև Թայվանում եւ պատճառ դառնալ Թայվանի շուրջ իրավիճակի կտրուկ լարման, հատկապես հաշվի առնելով, որ այս պահին Միացյալ Նահանգները դժվար թե կարողանա միանգամից երկու ճակատով կռվել։ Եվ ֆինանսական, եւ տնտեսական, եւ ռազմական առումով Միացյալ Նահանգները այս պահին իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, եւ Չինաստանում դա շատ լավ հասկանում են։ Բացի այդ, Չինաստանը հնարավորություն ունեցավ հեռավոր Ուկրաինայում հասկանալ ամերիկյան զենքի իրական հզորությունը եւ նաեւ պատկերացնել, թե ինչպես պետք է դրա դեմ հակաքայլեր իրականացնել։ Վստահ ենք նաեւ, որ Հյուսիսային Կորեայի մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին եւ նրանց կողմից բնականաբար նաեւ Չինաստանի որոշ տեղեկատվության տրամադրումը բավականին օգնել է Չինաստանի կառավարությանը հասկանալ ինչ քայլեր է պետք իրականացնել եւ որ ամենակարևորը հասկանալ մի բան, որ միջազգային իրավունքը ցավոք սրտի այլևս արդեն չի աշխատում եւ ճիշտ է նա, ով ուժեղ է եւ Ուկրաինայում տեսնելով իրավիճակը չինական կառավարությունը ինչ որ մի պահի կարող է նաեւ չդիմանալ գայթակղությանը եւ փորձել ուժով վերցնել Թայվանը։ Բացի այդ, բավականին սրվել են Չինաստան-Ճապոնիա հարաբերությունները, Ճապոնիայի կառավարության վերջին հայտարարությունների հետ կապված նաեւ Թայվանի առումով։ Եվ բնականաբար այս իրավիճակը բերելու է ինչ որ մի հանգուցալուծման կամ պարտադիր պետք է բերի ինչ որ մի հանգուցալուծման նաեւ հարավ-արևելյան Ասիայում։ Ինչպիսին կլինի այդ հանգուցալուծումը, կարծում եմ, կախված է լինելու մեծ տերությունների ղեկավարների նաև անձնական պատասխանատվությունից, քանզի լինելով միջազգային տերությունների ղեկավարներ, նրանք բնականաբար նաև պատասխանատու են երկրագնդի անվտանգության ապահովման համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե Թայվանի շուրջ իրավիճակը ինչպիսի զարգացումներ է ունենում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։